Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկում շարունակում է ապրել 5 ընտանիք։ Նրանք այստեղ ապրող ընտանիքներից վերջիններն են, մնացած բոլորն արդեն տեղափոխվել են։ Ընտանիքների մի մասը սպասում է քաղաքապետարանի առաջարկած բնակարանների բանալիներին, մյուսները սակայն չեն պատրաստվում դուրս գալ, քանի որ բնակարան գնելու համար տրամադրվող $35,000 համարժեք դրամ արժեքով վկայականներով չեն կարողանում տուն գտնել։ Մոնիկա Մելքումյանն ամուսնու և 4 երեխաների հետ արդեն 18 տարի ապրում է հանրակացարանային անմխիթար պայմաններում։ Տեսախցիկի առջև խոսել չի ցանկանում, միայն ձայնը եթեր տալու պայմանով բազմազավակ ընտանիքի մայրը պատմում է դժվարությունների մասին։ Այստեղ են մեծանում միշտ 4 երեխաներն առնետներով լի խոնավ պայմաններում։ Բացեք դուռը, չեք կարել գուրոպի կանգնեք։ Խոնավությունը, ուլիքը, մկները, կրսները վխտում են, եթե կատու չպայես տունը, ուտեն կրսները կեզ։ Երկու բալանոց երկրաշարժ եղավ Երևանում, ստես սաղ պատերը գնաց, ստես ճղվեց սաղ, բացվեց, ավելի վթար են դարձրեց։ Տաք ու ապահով բնակարանը բազմազավակ ընտանիքի համար երազանք է։ Բարվոք պայմաններ ցանկանում են, սակայն Երևանում, ոչ մարզում։ Երեխաներն արդեն քաղաքի կյանքին են սովորել, ասում է Մոնիկան։ Այսինքն 15 տարի երեխային պահես քաղաքի մեջ, դպրոց գն 4 երեխեք արդեն այդ դպրոցը սովորեն, երեխաներին վերցնես տանես մարզ, իբր թե ինչ դնես անունը դրա։ Տիկին Ժաննան ծնվել ու մեծացել է Արցախի նրբանցքի այս շենքում, որը ներկայում վթարային է։ Շենքում 3 սենյակ է ունեցել։ Մեկից որդին արդեն տեղափոխվել է, 1 սենյականոց բնակարան ստանալով։ Տիկին Ժաննան սպասում է իր 2 սենյականոց բնակարանին։ Մինչ այդ 2 տարբեր հասցեներով սենյակներն իրար է միացրել, փորձել է հարմարություններ ստեղծել։ Այն ժամանակ մեզ քառակուսիներով բնակարան չեն հատկացրել։ Այն սովետական կարգերից սկսած հանրակացարանային մի սենյակը ապահովել են միշտ մի սենյականոց բնակարանով։ Իսկ իմը 3 սենյակա, մի սենյակը հատկացել են, ես իրանցից չեմ պահանջում 2 առանձին բնակարան, թող բարի լինեն, ինձ տան 2 սենյականոց, վերջ։ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանային շենքի 66 ընտանիքների վերաբնակեցումը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019 թվականին։ 2023 թվականին վերաբնակեցվել են նաև Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 կոտորակ 1 հասցեի և նախկին 5-րդ ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի բնակիչները։ Առ այսօր այս նպատակով բնակարանների գնման 125 վկայագիր է տրամադրվել։ Դրանցով շահառուները բնակարան են ձեռք բերել ինչպես նոր կառուցվող շենքերում, այնպես էլ Երևանի, Հրազդանի և Սևանի պատրաստի բնակելի ֆոնդերից։ Բնակարանների գնման վկայականների համար հատկացվել է շուրջ 416 միլիոն դրամ։ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերում ապրող 5 ընտանիքի տեղափոխման հարցի լուծված չլինելը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց Երևանի կառուցապատման, ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։ Ըստ նրա, անշարժ գույքի վարչությունից ստացվել է այս շենքերի հանդեպ գերակաշահ ճանաչելու առաջարկ։ Բանակցությունները սակայն ընթացք չեն տվել առայժմ։ Հնարավոր է, որ գերակաշահի ճանաչման հարցը դատարան հասնի։ Իրավիճակը հաշվի առնելով մեր առաջարկն է եւս մի անգամ փորձել բանակցային եղանակով բնակիչների հետ հարցերը կարգավորել, եթե այլընտրանքի բացակայության դեպքում արդեն մենք ելի գործառույթ կիրականացնենք եւ գերակաշահի որոշման նախաձեռնությամբ հանդես կգանք։ Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանն իր հերթին մանրամասնեց, որ 4-րդ կարգի վթարային շենքերից 60 ընտանիք կամ տեղափոխվել է մեկ այլ բնակարան, կամ ստացել է բնակարանի գնման վկայական։ Առ այսօր 5 ընտանիք չի ընդունում քաղաքապետարանի նույն օրինակ առաջարկը։ Վթարային շենքում բնակվող բազմազավակ ընտանիքի հայրն ասում է. համաձայն չեն, քանի որ բնակարան գնելու վկայականի գումարով անհրաժեշտ պայմաններ չեն կարողանում գտնել։ Քաղաքապետարանից ակնկալում են թեկուզ 1 սենյականոց, բայց բնակարան առաջարկել։ Սուպ են ասում, ոչ մեկը մեզի բնակարան չեն առաջարկել, սերտիֆիկատ են առաջարկել, ես էլ ասել եմ սերտիֆիկատով չեմ կարա բնակարան գնեմ։ Ես էլ ասել եմ սերտիֆիկատով չեմ կարա բնակարան գնեմ։ Գնեք տվեք բնակարան եւ գնեք մի սենյականոց եք առաջարկում, ես մի սենյականոցին համաձայն եմ։
Ոչ մի հարևանիցս ոչ ավել եմ, ոչ պակաս եմ։ Նման տարածքում տուն տվեք, մոտակայքում տուն տվեք, մեզի ոնց որ մնացածին եք տալի, մենք էլ ենք համաձայն պատրաստական ենք ելնելու։ Այս մոտեցումներին ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում արձագանքեց. միգուցե պետք է ոչինչ չտալ։ Չենք անում, չենք տալի այդ 5 բնակարաններին։ Շնորհակալություն, չենք տալի։ Եթե մարդը ուզում է, որ տանիքը իր գլխին փլվի, մենք ո՞նց կարանք այդ մարդը, ինչ է, այդ է ուզում այդ մարդը։ Ինչ անես այդ մարդուն։ Ոչ մի գերակա շահ։ Իրանք գիտեն, իրանք ոնց ուզում են։ Այն որտեղից որ դուրս են եկել, որտեղ որ կազատվի, արդեն քանդենք, որտեղ որ այդ 5 հոգին շարունակում են կգնա կպլոմբեք են մյուսները, կպլոմբեք որևէ մեկ չլսեմ, չիմանամ, որ այն տեղերում, որտեղ որ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է այդ քանդվող շենքը էլի նորից մտել է։ Բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից ռադիոլուրին տեղեկացրել էին, որ 2023 թվականին Երևանին պատկանող բնակֆոնդում 1 սենյականոց բնակարաններ չեն եղել, ուստի վերաբնակեցման հարցը կարգավորվել է բնակարանների գնման վկայագրերի միջոցով։ Վթարային շենքում մինչև 10, 20, 30 քառակուսի մետր մակերեսով տարածք զբաղեցնող ընտանիքներին տրամադրվել է համապատասխանաբար 25, 35, 45 քառակուսի մետր մակերեսով բնակարանների գնման վկայագրեր, 1 քառակուսի մետր մակերեսի համար սահմանելով 402,000 դրամ։ Վթարային շենքում 30-ից 50 քառակուսի մետր մակերեսով տարածք զբաղեցնող ընտանիքներին համապատասխան որոշումներով տրամադրվել են Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանային ֆոնդից 2 սենյականոց, իսկ 50 քառակուսի մետր և ավելի զբաղեցնող ընտանիքներին 3 սենյականոց բնակարաններ։ Աիդա Ավետիսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։